Մերոնք GTM կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Մի քանի օգտատերեր նորից շարունակել են ակտիվանալ, հայհոյողներ կան, իմ ապօրինի զավակներն են, ես ձեր մայրիկներին այդ մեկ անգամն եմ ուրախացրել, են էլ սխալ է եղել, աշխատեք չհայհոյել։ Այդ հայհոյանքը կարող է ձեր երեխան էլ կարդա մարդեք։ Բայց ասում են, լսեք, Նիկոլը քեզ ինչքան փող է տվել կամ չգիտեմ, այն ինչ էր։ Սամվել Կարապետյանը կամ Քոչարյան Ռոբերտը։ Ցավալիորեն ինձ որևէ մեկը փող չի տալիս։ Նրանք գիտեն, որ Սուրեն Սարգսյանը փողը ծախսելու համար է, փողը ստրկանալու համար չէ իմ բաժին, եւ ես փող չեմ վերցնում։ Հետո ես նաեւ գիտեմ, որ թե Փաշինյանից, թե մյուսից ասեղ ուտողը մախատ կկեղտոտի, ես ասեղ ուտել չեմ սիրում։ Ես չեմ զբաղվում նմանատիպ բաներով։ Ավելին, նախկինում իմ բաժանորդները երբեմն գումարներ էին ուղարկում, հիմա էդ էլ չեն ուղարկում։ Այնպես որ ես ձեզանից մեկն եմ, ապրում եմ վարկերի տակ ճկռած, ինչպես ասում են, լավ եմ անում, ճիշտ եմ անում, բայց ճշմարտությունը վեր է ուզածդ գումարից։ Եվ այսպես ինչեր տեղի ունեցան։ Փաշինյանը Ստրասբուրգում հայտնի ելույթ ունեցավ, Ցեղասպանության թանգարանի տնօրենին հանեցին, չգիտեմ, Սասունը Միքայելյան գնաց ու Իրանի դեսպանատանը ցավակցություն հայտնեց, զորակցություն հայտնեց եւ այլն եւ այլն։ Սկսենք Սասուն Միքայելյանի Իրանի դեսպանատուն գնալուց։ Շատ կարճ։ Հուսով եմ կամ վստահ եմ, որ Սասուն Միքայելյանը անպայման հարցրած կամ ասած կլինի, որ պարոնայք Իրանի պատասխանատուններ, եթե դուք Արցախի հետ այդպես չբարվեիք, եթե դուք կոալիցիա չկազմեիք թուրք, ռուսական, ադրբեջանական տանդեմին, Արցախը եւ ձեր սահմանները այդ կիլոմետրերը ավելի պահպանված կլինեին եւ երբեք Ադրբեջանը այդ խաղերը չէր տա, ինչ այսօր տալիս է։ Իհարկե, մեր մեղքի բաժինը չբացառելով, բայց պարսիկները կամ իրանցիք շատ լավ գիտեն, որ ինչ վտանգ կարող է գալ, թե ընտեղից, թե ընտեղից։ Այդ երկուսն էլ մեկը ստեղծված կառույց է, մյուսն էլ ուրիշների արյան վրա տարածքներ գրաված կառույց, խոսքը Թուրքիայի մասին է։ Այսպես Ստրասբուրգում Փաշինյանը ելույթ ունեցավ։ Անկեղծորեն չեմ ուզում հատիկ անդրադառնալու բան էլ չկա։ Իմ տեսած ամենաթույլ ելույթներից մեկն է։ Մնում է մեզ բարին մաղթենք ու համբերություն։ Մեծ հաշվով այն ովքեր որ Թուրքից տարապողի պես տանջվելով գրում են ուй աման, այս ինչ սիրուն ելույթ էր, չէ, սիրուն ելույթ չէր։ Ընդհակառակը դիվանագիտական լեզվից զուրկ ելույթ էր։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է մենք պատրաստ ենք ճանապարհ տրամադրել Ադրբեջանից, այս ինչով դեպի Նախիջևան, նախ այդ ճանապարհը հորը տանից չես բերել Նիկոլ Փաշինյան, այդ ճանապարհներ ունենալու համար հազարավոր տղերք են զոհվել։ Մեկ եւ երկրորդը, եթե խոսում եք դիվանագիտությունից, դիվանագիտական լեզուն հետեւյալն է. մենք կարող ենք քննարկել Ադրբեջանի հետ այդ ճանապարհի հարցը, որպիսի Նախիջևանը փակված չմնա։ Այդ ինչ ես նվեր տալիս, որ որոշեցիր։ Մի քննարկի, մի այնտեղ մեր հանցագործները այնտեղի բանտում են նստած, մի ինչ որ բանի առարկադիր։ Մի դու էլ դիվանագիտական լեզվով խոսիր, բայց ցավալիորեն Նիկոլ Փաշինյանը այդ լեզուն իր համար այդքան էլ էական չի։ Այ կրծելը կամ կրծելուց նկարվել է հիմա էլ Ֆրանսիաներում փաստորեն այդ մարդը սիրում է։ Ուտիչ չէ, չեյով չէ, ուտիչ, ուտել սիրում է, բայց ուտելուց անպայման սիրում է նկարվել։ Դե ինչ ասեմ։ Ստրասբուրգում բացվեց հայոց Այբուբենիի, այսպես ասած, արձանը։ Նիկոլ Փաշինյանն էլ կողքը կանգնած, ես կարծում եմ այդ արձանի, այդ Այբուբենի մի մասը Նիկոլ Փաշինյանի համարժեք տեղը պիտի մտցնեն, մյուս մասը Տիգրան Ավինյանի։ Չէ, մի շտապեք, խոսքը գլխին է վերաբերում։ Գլուխները պիտի մտցնեն, որ իմանան, որ փողոցում տգետ հայերեն չեն գրում եւ թույլ չեն տալիս։ Եթե Ստրասբուրգում իմանային, որ մի այսպես ասած համբալապատման հեղինակի խրող զավակ քաղաքապետ ունենք, ով Երևանի օրը Նյու Յորքի շորը հակած նկարով գալիս է իր քաղաքի ում տերը ինքն է, այսպես պայմանական ասած շնորհավորելու, մի կուշտ կտի ծաղեին, բայց եթե իմանան, որ փողոցում էլ այդ համբալապատման հեղինակի խրող զավակը թույլ է տալիս հայերենը գրել ուղղագրական սխալով, եւ այն վարչապետը, որ շուկով ելույթեր ունենում Ստրասբուրգում, անպայման իրենց համարժեք տեղը պիտի մտցնեին այդ Այբուբենը, որ այնտեղ տնգեցին։
գլուխների մասին է խոսքը, շատ չողոքեվորվեք։ Եվ այսպես շարունակում է շահարկումները տարբեր առիթներով։ Առաջին առիթներից մեկը ցեղասպանության թանգարանի տնօրենին Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է։ Ես իրականում չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը սովորաբար չի զգուշացնում վերջում է ինչ որ ելույթներ ունենում, ոչ թե ինձ, այլ ընդհանրապես։ Ասենք այդ թանգարանի տնօրենը, եթե իսկ դա այդտեղ պրոտոկոլային հանդիպումներ են, պիտի իմանար պրոտոկոլով ինքը իրավունք ունի, թե չունի։ Եթե չունի եւ այդ մասին ինքը տեղեկացված էր, ուրեմն ճիշտ են արել, որ գործից ազատել են։ Եթե տեղեկացված չէր եւ ինքը ինչ որ գիրք է տվել, ուրեմն ազատել է իմաստ չուներ։ Պետք է զգուշացնել։ Ըստ իս, եւ ոչ թե խրոխտ խոսել, թե արտաքին քաղաքականությունը ես եմ վարում, հələ հետո որ է տնօրենը։ Էլի հետո է, բայց տնօրենը մասնագետ է, կարծես թե ասում են վատել մասնագետ չէ։ Բայց դուք զգուշացրել եք, որ իրենք չպիտի նմանատիպ գրքեր նվիրեն, ասենք, որևէ մեկին։ Այդ կարգի պաշտոնական կամ այդ կալիբրի հյուրերի մասին է խոսքը։ Եթե զգուշացրել եք, խախտել են, լավ եք արել, որ ազատել եք։ Եթե չէ, հերթական մանիպուլյացիան եք անում։ Ես չգիտեմ ավելի մանրամասն ինչ է տեղի ունեցել։ Բոլոր դեպքերում, այո, երկրի արտաքին քաղաքականությունը կարևոր է։ Ուզենք թե չուզենք։ Մեր ունեցածն էլ կրտելով նկարվել սիրող Նիկոլ Փաշինյանն է։ Այն ինչ դիմացը փորձում են հավաքել իրար, դա ես արդեն չգիտեմ ինչ է։ Անբարոյական բառը մի քիչ մեղմ է ասված։ Սխալ քայլերի շարունակականությունը շարունակվում է մեր հետախուզության եւ յուրտիրուհու զեկույցներով։ Չգիտեմ, մի կառույց են բացել, որի գլխավոր հետախույզը մի կին է, բայց ով է ասում, որ դուք պիտի զեկույցով հանդես գաք։ Այդ կառույցները ոչ մի երկրում զեկույցով հանդես չեն գալիս։ Այդ կառույցները ինֆորմացիան տրամադրում են արտաքին գործերի նախարարություններին, էսինենին, եւ նրանք ասում են, որ ըստ մեր բանի պետք չի որ դուք ոչ միտեղ դա ընդունված չէ։ Բայց արիտես մեզանում հերթական, այն որ ասում է ցանցարամտությունն է։ Ինչ վերաբերում է ռուսական աբոզի այստեղ տեղավորվելու ցանկությանը, դա միշտ եղել է։ Եվ ինչու է ձեզ թվում, թե ռուսական այդ քարոշչա մեքենան, էսա միանգամից մի 500 կամ 1000 ինքնաթիռ հայ է բերելու այստեղ, որ ընտրեն Սամվելին Կարապետյան կամ Սուրենին Սարգսյան, հակառակը։ Նրանք հատիկ գալիս են, գալու են ժամանակին, ոչ ոք հիմար չի այդպիսի մեծ հոսք կազմակերպի, նրանք սուսուփուս անելու են իրենց գործը։ Դուք էլ կարող եք սուսուփուս արեք ձեր գործը։ Եվ ոչ թե Ստրասբուրգում ելույթ ունեցեք, թե վայ, տերտերները KGB-ի գործակալ են։ Լավ էլի, այդքան էժանացնել, այդքան իջեցնել, այդքան արդյունքում վնաս տալ եկեղեցու ընդհանուր կառույցին ընդունելի չի, անգամ եթե մարդը կրտելուց նկարվում է անխնա, հետո ինչքան կարելի է մանրանալ։ Ավելին, այդ տարերին ու բարերին զուգահեռ մի բացեք ռազմագիտության դասագրքերը, ինչ է գրած, Հայաստանի դրոշի գույները, կարմիր, կապույտ, նարնջագույն։ Ձեր պապը երևի նարինջ էր լափել ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ այդ գրողների։ Ծիրանագույն է կոչվել, մեր ծիրանի գույնով, ծիրանագույն։ Այդ ինչի եք ամեն ինչում, ինչ-որ Հռոմի պապից ավելի կաթոլիկ իշի կուրակ դառնում, դասագրքեր գրում, մտքեր տեղադրում և որևէ վերահսկողություն չկա։ Ծիրանագույնը հայոց խորհրդանիշն է, ծիրանին։ Ծիրանին մեր արքանների, այսպես ասած, խալաթներն էին, շորերն էին, ծիրանի կարող էր թագավորը հագնել։ Բայց ինչ որ մեկի թեթև մտքով նարնջագույն, չէ մի։ Այսպես շարունակվում է մեր անկումը։ Ցավալիորեն այն մարդիկ երեք տեսա Պետրոս Ղազարյանի մոտ վաղարշակն էր,
նախկին պաշտպանության նախարարը սիրտս ցաված։ Ես չգիտեմ Վաղարշակ Հարությունյան ինչի անում էստեղ, ինչին է պետք։ Այդ երբ ֆանից ես ցավում եմ այն տողատակերի մասին, որ զգում եմ։ Ես չէի ցանկանա, որ այդպես լիներ։ Բայց դե գիտես ինչ, ասում է ձին քուրակի հետ, քուրակը կողքից վազվզում է, բայց առավոտից հանդում քարշ են տալիս ակոսը, չգիտեմ, աշխատում են, այդ բերած գարին խոզը լափում է ու լափում։ Հետո մի օր խոզին մորթում են, վախեցած քուրակը գալիս է մոր տնչի տակ, ասում է մամա, այն խոզին, այն ինչ են անում։ Ասում է բալես, այն գարու հախը ջանից հանում են։ Հիմա շատ մարդկանց ում Ռուսաստանը ինչ որ բանով պիտանի է եղել, այսօր պիտի գարու հախն ուզեն եւ օգտագործեն։ Ես իրոք ցավում եմ։ Կարող էր եւ այդպես չլիներ, բայց ամեն մարդ ինքն է որոշում, այնպես ինչպես ինձ մեղադրողները ինչու հիշեցի, Նիկոլից փող ես վերցնում, դու Նիկոլը փող տվողա, կամ ես վերցնող եմ։ Այ այդպես էլ այն մնացած ռուսական աբոզի ներկայացուցիչները, ովքեր գալու են, այդ սխալն արել են եւ այսօր պիտի գան եւ հիմար վիճակի մեջ հայտնվեն։ Ասելիքը չիմանան։ Լավ իմանալով ինչն է ճիշտ, ինչը սխալ, բայց անպայման պիտի ասեն դե պապանա էլի ռուսնա։ Այս ցավալի իրողությամբ մենք դեռ շարունակելու ենք այս ամիսները անցկացնել։ Էլի եմ ասում, գործող իշխանությունների բացը այնքան է, որ քիչ է մնում մարդը այն որ ասում է գլուխն առնի ու փախչի։ Պահվածքն է դե։ Բայց բոլոր նրանք, ովքեր սրերը սրում են, մի կոպեկի հայրենիք չունեն իրենց մեջ։ Սրանք էլ ինչ ունեն։ Անունը կա, ամանում չկա։ Չի ասում, եկեք ճանապարհը քննարկենք, մենք կքննարկենք այդ ճանապարհով դեպի Նախիջևան մարդկանց հումանիտար օգնություն հասցնելու հարցը, չէ, ճամփեն կտամ, հորը տանից բերած ճամփա չի։ Այս տրամաբանությամբ դեռ շարունակվում է մեր անկումը ու դեռ շարունակվելու է։ Բայց ցավալիորեն վատի ու վատագույնի միջև ընտրության առջև ենք կանգնած։ Ինչ զարգացումներ կլինի, ցույց կտա ժամանակը։ Ես էլի եմ ձեզ ասում, Իրանի օրինակը բոլորին պիտի դաս լինի։ Այն օրինակը, թե ինչպես են երկիրը սիրում ու պաշտպանում եւ ոչ լստում սեփական լակոտների գրպանը։ Այս օրինակը հիմք կլինի Հայաստանի հզորացման, կամ էլ մենք իրավունք չունենք այս երկրագնդի մեր անկյունը անկախ, ինքնուրույն, ինքնիշխան ունենալու։ Այս տրամաբանությունը պիտի զարգացվի մեր մեջ։ Ուրիշ ոչինչ։ Եվ ըստ այդմ ամեն ինչ լավ կլինի։ Կհանդիպենք։